Սարդարապատի հուշահամալիրում մեկնարկել է Հանրապետության տոնին նվիրված միջոցառումը, որին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն իր ելույթում նշեց, որ ԽՍՀՄ գոյության գրեթե ողջ ընթացքում առաջին հանրապետությունը թիրախավորվել է որպես չարիք, ծաղրի արամարանքի առարկա է դարձել։ Նրա խոսքով 1991 թվականին, երբ Հայաստանը կրկին անկախացավ, թվում էր 70-ամյա պրոպագանդան խորը հետ չի թողել մեզանում, անկախ ինքնուրույն լինելու մեր վախերը հաղթահարված են։ Մինչդեռ, ըստ նրա, երրորդ հանրապետության պատմության հետահայաց վերլուծությունն ակնհայտ է դարձնում, որ պետականության նկատմամբ կամահարանքը, ինքնիշխանությունից ու ինքնուրույնությունից մեր վախերը լիարժեք հաղթահարված չեն։ Պատմությունն ու աշխարհը մենք շարունակում ենք հաճախ ընկալել այն բանաձևերով, որ ԽՍՀՄ կայսերական քարոզչությունը հետևողականորեն սերմանել է մեզանում։ Այս է պատճառը, որ համոզված եմ, մեր պետության ու մեր ինքնության հարատևությունը ապահովելու համար առաջին հերթին հենց սա պետք է հաղթահարենք, ինչի արդյունքում կկարողանանք արձանագրել եւ մարսել մի քանի առանցքային իրողություն։ Իրողություն թիվ 1. Մեր ինքնությունը մեր պետությունն է։ Մեր պետությունն է մեր ինքնությունը, որովհետև բոլոր այն հատկանիշներն, որ պայմանավորում են մեր ինքնությունը, ձեռք են բերվել, ձևավորվել ու հաստատվել են պետականության շնորհիվ, այսինքն պետականության գոյության պայմաններում, պետական որոշումներով եւ կամ պետական աջակցությամբ։ Իրողություն թիվ 2. 29743 քառակուսի կիլոմետր միջազգայինորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, ձեռքբերումների արտահայտություն է։ Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետև մեր երազանքները իրագործված են, հայրենիքը գտնված իդեմս Հայաստանի Հանրապետության, իդեմս պետության։ 2020 թվականից ի վեր անցնելով դաժան փորձությունների միջոցով, մեր նահատակների կյանքի գնով մենք մեր ինքնիշխանությունը զարգացնելու, պետականությունը գիտակցելու ու հարատև դարձնելու պատմական հնարավորություն ենք ստացել։ Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ։ Իրողություն թիվ 3. Վերջին 4.5 դարվա մեր պատմությունը, պատմական Հայաստանը մեզ մեկական հիմնական ուղերձ են հղում։ Մի կրկնեք այդ պատմությունը, մի գնացեք իմ ճանապարհով, մի կրկնեք ինձ, սա մեջբերում է վերջին 450 տարվա մեր պատմության եւ պատմական Հայաստանի ուղերձից։ Սրանք են այն ուղերձները, որ պատմությունը եւ պատմական Հայաստանը հղում են մեզ, եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդի ընտրությամբ ձևավորված կառավարությունը ըմբռնել եւ իրագործում է պատմական այս ուղերձը։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։